որ նույնիսկ երիտասարդ շատ երիտասարդ տարիքում բացահայտ տարբերում է շատ-շատերից իր համակարգային մտածողությամբ եւ սիստեմային իշխանությունների ակտիվություններ եւ ասեմ, որ տարիների ընթացքում երբ նա աշխատեց հայերեններգույն, աշխատեց գազում, համոզվեցինք, որ մարդը որպես մենեջեր, որպես գործի կազմակերպիչ իսկապես լավագույններից մեկն է։ Այսօր, ինչպես հանրապետության նախագահը ասաց, հապաղելու սպասելու ժամանակ չկա, երկրորդուտակված խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն, եւ անկախ ամեն ինչից թե ով որտեղ է, հայ մարդը որտեղ է, եթե նա կարող է օգուտ բերել իր հայրենիքին, իր պետությանը, պիտի այդ հնարավորություններն օգտագործել։ Կարծում եմ, Դարան Ջինենի Կարապետյանի տեղափոխությունը ռուս գազից Գազպրոմից Հայաստան արտարացված է եւ դա հույս ունեմ, որ այն ինչ որ ասվեց, բոլոր իրականություն կդառնա։ Այն է երկրում տնտեսական ոլորտում բարեփոխումներ շարունակեն ավելի ակտիվ արդյունաբեր եւ երկրի առջեւ ծառացած խնդիրները կլուծվեն։ Ես չեմ ուզում առաջացնեմ ասեմ, որ հուսով եմ, որ Հայաստանը կդառնա, այսպես ասած, Սինգապուրի նման, այսինքն, որ նոր համարձակ տնտեսական քայլերով Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստան երկրի պետությունը ավելի ակտիվ տեզերով առաջ կգնա եւ կզարգանա։ Պարոն Սաֆարյանը չի կարող չափազանցել։ Եթե գիտեք Սինգապուր դարձնող վարչապետի տեղը անկեղծ ասած ձեր մասնեիցի ես ասացի հանուն նույն կարծիքով ասացի։ Ես երբեք չեմ եղել այս հեռացող կառավարության ջատագովը, ոչ թե նրա համար, որ այն կազմող անձերին չեմ սիրել, չէ, նրանցից շատերի հետ, սկսած Ռոբիկ Աբրամյանի հետ ազգային ժողովում աշխատել են, աշխատանքային նորմալ հարաբերություններ են եղել, բայց ես չեմ հավատացել, որ այս կառավարությունը լինելու է փոփոխությունների կառավարություն, եւ թերևս 2-3 տարի առաջ հենց նույն այդ դահլիճում ալուսնեցել ենք այս խնդրին անդրադառնալու հանրապետական կուսակցության այլ գործընկերների հետ միասին եւ ասել են պատճառը, որ այդ կառավարությունը չի կարող մի շատ պատճառներով, որովհետեւ նախ դառնալ զուգադիպությամբ այնտեղ հավաքվեցին օլիգարխներ կամ օլիգարխիայի շահերի ներկայացուցիչներ եւ հետեւաբար որպես կառավարություն, ձեր կառավարությունը, Դե, ցած վարչապետի Դավիթ Խաչատրյանի այնքան աններկա Դավիթ Հարությունյանն էր մի համար երկրի համստագույն եւ աղքատմարտից մեկը այդպես շարունակ եւ հետեւաբար անկեղծ ասած սա էլ որքան որ կարևոր խնդիր է եղել ինձ համար շատ կարևոր էր արդյոք ես տեսնում եմ այդ կառավարության մեջ ռեֆորմատը որովհետեւ Հայաստանը նոր չէ ռեֆորմների եւ կտրուկ փոփոխությունների կարիք ունի եւ ամենևին հիմա չէ որ պիտի հիշել որ երկրում խնդիրները դիտարկվել են եւ այս կտրվածքով թերևս իհարկե կրկին աշխատանքի բերումով առիթ ունեցել եմ շփվելու եւ ճանաչելու նաեւ Կարեն Կարապետյանին որպես Երևանի քաղաքապետ նախկինում բայց ես կարծում եմ որ միայն մենեջերական որակներ չէ որ պետք են Հայաստանի Հանրապետությանը Նախ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ազատության մեծաստիճան, որը պետք է տան նրան Հայաստանի Հանրապետության նախագահը գործելու, իրականացնելու, այո, միգուցե նախագահի, միգուցե հանրապետական կուսակցության ծրագիրը, որը թվիլը բավականին գեղեցիկ է, բայց համենայն դեպս այդ ազատությունը տալի։ Ես ուրախ եմ, որ թիմը մեծ լավատեսություն է ստացել Կարեն Կարապետյանի նշանակումով, բայց Ցավով հիշում եմ, թե ինչպես առանց բացատրության ճանապարհեցիք նույն Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնից, հատկապես երբ նրա գործողությունները բավականին կտրուկ էին քաղաքում իրականացվող ուրեմն ռեֆորմների եւ քայլերի կրկնացում։ Այսինքն դուք ընդունում եք, որ Կարեն Կարապետյանի աշխատանքի ընթացքում ապացուցել է, որ կտրուկ
ռեֆորմեր կարող անել եւ երկրի Ես առողջացած ընդունում եմ, բայց ես զարմանում եմ, թե ինչու են ժամանակ չի պաշտպանում ռեֆորմատը քաղաքապետին, հիմա վստահ չեմ, որ դուք պաշտպանել, այսինքն դուք ասելով ինքնատիպ չունեմ անդամ դեսպանինացիան, խոսքս վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ես վստահ չեմ, որ ի վերջո, այո, առաջի անգամ չէ, կամ մեկ անգամ չէ, որ նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է քաղաքականությունների արմատական վերանայում, խաղի կանոնների արմատական փոփոխություն, այդ թվում եւ մրցակցության, այդ թվում եւ ներդրումային մթնոլորտի բարելավման եւ այլ առումներով, բայց գաղտնիք չէ նաեւ եւ դա միայն եւ միայն իմ կամ որևէ ընդդիմադիր գործիչի կամ փորձագետի գնահատականը չէ, որ ակնհայտորեն համակարգը ունի շահառուներ այդ խաղի կանոններից, այս վիճակից եւ այդ մարդիկ հենց ռեֆորմների թիմի ճշտամիներ են, ոչ թե ռեֆորմների խոշոր։ Այդ հնարավորությունը տրվել է նախկին ղեկավարի Գորգոյանին։ Եթե ոչ կամ այո ինչու պիտի տրվի։ Ես հիշում եմ այն 3 պայմանները, որոնք դրվեցին Գրիգ Աբրամյանի կառավարության առջև եւ նորաթեկնածու ներկայացնել կենտրոնական բանկում։ Առաջինը դա ռեֆորմներ եւ դրանց շարունակականություն, համենայն դեպս Սերժ Սարգսյանի կողմից դրվել է ռեֆորմի խնդիր, ըստ որում նաեւ դրվել է դրա չափանիշը, հիշում եք, նա ասաց, որ այդ ռեֆորմները պետք է նաեւ հասարակության համար ընդունելի լինեն, այսինքն ոչ միայն ռեֆորմներ, որոնք ցավոտ կլինեն, այլ նաեւ հասարակությանը բացատրվեն, հասարակությանը ընդունելի լինեն։ Հիմա եղել են դրանք խոսքեր, թե նաեւ թույլտվություն ռեֆորմներ անելու, չեմ կարող ես ասել, բայց ակնհայտ է, որ երկու տարվա ընթացքում արմատական որևէ ռեֆորմ, որը կբերեր ոչ թե կարճաժամկետի եւ միջնաժամկետ ինչ-որ արդյունք, դա չկա։ Երկրորդ պայմանը, որ դրվել է, դա տնտեսական աճի եւ դրա շարունակականության ապահովումն է, մենք տարին ամփոփում ենք չափազանց մտահոգիչ ուրեմն ցուցանիշներով։ Իհարկե շատ բաներ կախված են առաջին ներքի երկրի ղեկավարի ընդունած որոշումներից, ի վերջո ընդունվել են ճակատագրական որոշումներ Եվրասիական տնտեսական միությունը մտնելու եւ այլ մի կապակցությամբ, բայց այստեղ ոչ միայն առաջին խնդրով, ռեֆորմների խնդրով, այլ նաեւ տնտեսական ցուցանիշների առումով այնուամենայնիվ ես կարծում եմ, նա ով որ համաձայնում է դառնալ վարչապետ, այնուամենայնիվ պիտի հասկանա, որ այո, տվյալ պարագայում թիմի պատասխանատուն ինքն է։